Ազգային ժողովի պատգամավոր վերջերս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը լքած Վահան Բաբայանը հնարավոր է առաջիկայում նոր կուսակցություն ստեղծի։ Քննարկումներ են ընթանում, եթե լինի անհրաժեշտություն, բնականն է, որ մենք հայտարարենք արդեն թե ինչպիսի գաղափարախոսություն եւ ինչպիսի գործառույթներ, ինչպիսի ծրագրեր ենք մենք պատկերացնում։ Բաբայանը սակայն նշում է, երկրում ստեղծված իրավիճակը թույլ չի տա, որ նա հանդես գա դեմության շարքերից։ Այսօր Հայաստանը այնպիսի վիճակում է, որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, իսկ պատերազմական վիճակում ընդդիմադիր լինելը կարծում եմ ճիշտ չէ։ Վերջին 15 տարիներին Վահան Բաբայանը հասցրել է անդամագրվել ու լքել մի քանի կուսակցություն, եղել է Հանրապետություն կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը, Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահն, ապա նախագահը, անդամագրվել է ՄԻԱԿ-ին, ապա համալրել ԲՀԿ-ի շարքերը, իրեն ուղղված քննադատությունները երիտասարդ պատգամավորը նորմալ է որակում։ Ես ված չեմ վերաբերվում այդ մարդկանց, եթե իրենք փորձում են դրանով ինձ քննադատել, ես շատ ուրախ եմ, որ իմ թույլ տեղը կամ շագերտների մեջ վերցրած թույլ տեղը դա է, որովհետև ես 36 տարեկանում երբեք բարձրագույն պետական պաշտոններ չեմ զբաղեցրել, բացի ազգային ժողովի պատգամավոր լինելուց, ես բիզնեսներ չունեմ եւ կոռուպցիայի կամ ինչ-որ սկանդալների մեջ ներքաշված չեմ եղել երբևիցե, փորձել եմ իմ երկրի համար ինչ-որ դրական բաներ անել այս կամ այն քաղաքական թիմերի հետ միասին։ Ես անպայման առիթ կլինի անդրադառնամ այդ քննադատություններին եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ մեր երկրի համար շատ ավելի կարևոր հարցեր կան, քան ես կամ իմ նման մի քանի հոգի, քանի կուսակցության անդամ են ժամանակին եղել կամ կարող են լինել։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշումներին, Վահան Բաբայանն ընդգծում է, կոնկրետ որևէ ուղղության կողմնակից չեն, բայց Ռուսաստանի հետ գործակցությունը չնայած վերջին իրադարձություններին ճիշտ են համարում։ Մենք իհարկե ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը շարունակի իր մարտավարական, ռազմավարական դաշնակից լինելը Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ունենանք լարված հարաբերություններ Արևմուտքի եւ Եվրոպայի հետ, որը կարծում եմ անթույլատրելի կլինի եւս Հայաստանի Հանրապետության համար։ Մարիամ Գրիգորյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։